Ես գիտեմ, որ կան շատ մարդիկ, որոնք մեր ընկերների Վազգենի եւ Նարեկի աշխատելավ ոճը կարող են քննադատել, կարող են ասել դե առանց հայհոյանքի ավելի հետաքրքիր կներ կամ եւ այլն եւ այլն։ Այստեղ մի հատ շատ կարեւոր կետ կա։ Այս պարագայում խոսքը պատմությունը սրա մասին չի։ Ես չեմ խորանա իրավական հատվածների մեջ, որտեղ դուք դա շատ լավ արել եք, երբ ես լսում եի ճանապարհին։ Բայց այստեղ կա մի հարթություն էլի, բարոյական ուզում եք անվանել, տղայական ուզում եք անվանել, մարդկային ուզում եք անվանել, ոնց ուզում եք անվանեք։ Բայց առաջինը հայհոյանք տվելա հաղորդում ներկայացնողը։ Իհարկե, հենց էսա հարցը։ Ես հասկանում չկա մի տիրույթ, մի հարթություն, որում Ալեն Սիմոնյանի արածը կարողանա բացատրվել։ Եթե ինքը չլիներ առաջին հայհոյանք տվողը, կարող է լինեին ինչ որ մարդիկ ասեին դե նախագահի պաշտոնին անստած դե բա պետք է իրավական ճանապարհով գնա, բայց ստոպ, այս այդ պատմությունը չի։ Ինքը առաջինը արել է այն, ինչի համար հաղորդումա ներկայացրել։ Սա խայտարակություն է, այսինքն ԿՊ-ի տրամաբանության մեջ իրանք պետք է իրավունք ունենան մարդկանց հայհոյելու, իսկ իրանց ոչ։ Հա բայց բացահայտել դրա Դանիելն էլ պետք է ասի, սահմանության մեջ գրած չի քֆուր տալու, ախր պայթում է, դες արդար մարդ, դες բան ասել ես։ Ընդհանրապես չես կարող։ Ու այդ խնդիրն էլ կա, էլի ժողովուրդ, այն մարդիկ, ովքեր այս ընթացքում կարող է այտենց մտքից այրով մտածում էին, ասում էին դե, բայց խեն օրինակ հայհոյանք տալի եթերում ժողովուրդ, ես այս մարդկանց հայհոյել եմ։ Ազգենին եւ Նարեկին հայհոյել է ազգային ժողովի նախագահի աթոռին նստած մարդը։ Հələ մի վարքյան էլի։ Այստեղ արդեն որպես իրաց պաշտպաններ ամենալեգիտիմ փոխանորդներ, ես Նարեկի դու ես Վազգենի։ Երկրորդ այս բանում, երբ օրինակ վերադարձան եթեր, ուրեմն ես հավատացնում եմ, որ առաջին Նարեկը ոչ մի անգամ հայհոյանք չի տվել, Վազգենները երբեմն 18+ ոնց էր ասում, հեռացեք, բա հետույքնով էր ասել։ Բացի հետույք բառից, այո, 18+, սրտի հիվանդություն։ Տեսար ոնց որ ասում է։ Բացի հետույք բառից, Վազգենը մի քանի անգամ նման դեպք գրանցվել է, բայց յուրաքանչյուր դեպքում դա այն իմ ասած, այն հիշում ես որ ասում էի հետաքրքիր բան կա էլի, որ դա ծայրահեղ ես իմի ասել է ինչ որ այսինքն շատ ավելի հազվադեպ, քան այն էլ այն դեպքում, երբ որ մենք ունենք արդարացման դատականակ ճիշտ է ոչ օրինական ուժի մեջ մտածել այլն։ Բայց այդ չի հարցը։